Դե ինչ, վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք առավոտ լուսոն, բայց ոչ սովորականի նման, որովհետեւ շատ գեղեցիկ, արտասովոր ու շատ համեղ բույր է տարածվել տաղավարով մեկ։ Ես չեմ ուզում ավելորդ ժամանակ վատնել, առաջարկում եմ մի անգամից տեղափոխվենք մեր խոհանոցային հատվածը տաղավարի, որտեղ այսօր հյուրընկալել ենք Անուշին եւ Սարգսին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Այսօր Սարգիսը պատրաստելու է կամբոցոլա կոչվող մի նախուտեստ, որը հենց դուք եք չէ՞ մտածել ինչպես պատրաստեք։ Գեղեցիկ նախուտեստ։ Անունը ես չեմ մտածել, բայց նախուտեստը ես եմ մտածել։ Ինձ թվում է անունն էլ եք դուք մտածել։ Չէ, անունը ինքը գոյություն ունեցող պանիր է։ Իհարկե այդ պանիրի անուն է։ Այո, կամբոցոլան պանիրի անուն է։ Հիմա կպատմեմ ընթացքում պանիրի մասին։ Այդ պանիրից Հայաստանում չունենք, այդ իսկ պատճառով փորձել ենք ստանանք պանիր, որից սոուս եւ այդ սոուսից նախաճաշ նախուտեստ։ Սկսենք պատրաստել, ընթացքում կպատմեմ կամբոցոլայի մասին։ Մեզ անհրաժեշտ է բրոկոլի, պանիրներ երկու տեսակի, որից որ արդեն սկսելու է հենց կամբոցոլա անունը։ Առաջի տեսակի պանիրը մեր ֆրանսիական բրի պանիրն է եւ գարգանզոլա իտալական պանիրը։ Իսկ կամբոցոլա անունը ստեղծվել է գերմանացիների կողմից, ովքեր վերցրել են երկու պանիրները, միքսել են իրար եւ ստացել են կամբոցոլա պանիրը, այո, իրանք չեն ունեցել պանիր, արդեն վերցրել են իտալական, ֆրանսիական եւ ստացել են կամբոցոլա։ Ինչ Ես ճիշտ եմ կտրում։ Հա, մեզ պետք է բրոկոլին կտրատել երկար պոչերով, գեղեցիկ, սոտ ենք անելու եւ այդ պոչերը մեզ օգնելու են, որ ուտենք։ Սերուցքով պատրաստում ենք սոուսը, վերցնում ենք սերուցք։ Ես արդեն տաքացրել եմ կացան, այո։ Կտրատում ենք բրի պանիրը։ Փաստորեն այդ պանիրը բրի պանիրի եւ կապույտ պանիրի խառնուրդն է, այո։ Ոնց որ երկու տեսակի բորբոսով պանիր է, դրսից սպիտակ, ներսից կապույտ։ Բայց դեռևս Հայաստանում չունենք, դրա համար մենք ուղղակի կստանանք սոուսը։ Սեփական արտադրության ստացվի մեր տաղավարում։ Պանիրը չենք ստանում, բայց սոուսն ենք ստանում։ Բրի պանիրը հալեցնելու ենք սերուցքի մեջ։ Հետո նաև ավելացնելու ենք այստեղ արդեն կապույտ բորբոսով պանիրը։ Իսկ եթե ինչ-որ մեկը օրինակ կարողացել է գտնել այդ պանիրը, պարզապես այն պետք է հալածնել այդքանը։ Ամեն բան պետք չէ։ Իհարկե սոուսի տեսքով պետք է պատրաստենք, եթե գտել ենք պանիրը, նույն սկզբունքով արդեն սերուցքի մեջ հալածնելու ենք եւ շարունակելու ենք մեր ուտեստի շարունակությունը մնացած։ Միջև Իսկ էլ ինչ բաղադրիչներ են պետք։ Բացի պանիրներից մեզ անհրաժեշտ է հունական ընկույզ, չորալոլիկ, սոյա, մի քանի երկրի տարբեր համեր միքսել եմ, ես որ շատ հետաքրքիր բան ստանանք, բրոկոլի է անհրաժեշտ, ամենակարևորը։ Ամենակարևորն ու հետաքրքիր բույրը, որ այստեղ տարածվել է, դա հենց այս թանձրուկի արդյունքում է, որովհետև հենց նոր մենք նախապես պատրաստեցինք, մինչև եթեր մտնելը եւ մաղադանոսով, սխտորով, ձեթով ու կիտրոնով։ Այո, ուղղակի հարիչում հարում ենք եւ ստանում ենք այսպիսի թարմ ձեթ, հա, որպես յուղ։ Որպես ձեթու հավելում է, կարող եք ավելացնել բոլոր ուտեստերի մեջ աղցանների, այո։ Այսինքն ձիթայուղի փոխարեն կարելի է աղցանի վրա այսպես։ Բայց չտապակեք, որովհետև ինքը թարմ կանաչիրով է պատրաստված ու կվնասվի կանաչիրը։ Ավելի ցանկալի է ավելացնել միանգամից պատրաստ զանգվածների վրա։ Սա աղցանների հիմնական անգամ ճաշելի։ Մեր հավատարիմ հեռուստադիտողները կհիշեն, որ մի անգամ մենք եթերում ենք միասին պատրաստել եւ թե չափաբաժինները, թե ինչպես կարելի է մատուցել, մանրամասն Սարգիսը ներկայացրել է եւ վստահ ենք, որ ձեզ շատերը փորձել են նաեւ խոհանոցում տարբեր ուտեստների հետ կիրառել։ Այո, մեր անցած հաղորդումից կարող են նայել Մարագրատոմսը։ Դժվարը մեկ անգամ պատրաստելն է։ Եթե մեկ անգամ պատրաստես, կհասկանաս, որ եւ համը զգաս, կհասկանաս, որ չպետք չէ ալարել կամ երկար ժամանակ հաստատ չի խլի, կհասկանաս եւ կպատրաստես արդեն ամեն անգամ։ Մեր սոուսը համարյա թե պատրաստվում է։ Անուշ, որ վերջացնես, մեզ կապույտ պանիրն է կարող ես կտրատել։ Կարծում եմ արդեն բավական է այսքանը։ Քո
Քո շատ սիրելի Մի փոքր մանրացրեցի։ Հիմա տես։ Այո, քիչ առաջ նաև մենք խոհանոցում պայմանավորվում էինք, մինչ դասավորում էին մեր գործընկերները, բաղադրիչները, որ իմ բաժնին լոլիկի ճիրը այնտեղ դարակում ինձ է սպասում տարայով, այո։ Դե ամբողջը չեն կտրատում։ Եթե անկեղծանում ենք այս ընթացքում, նաև անկեղծանանք ու ասենք, որ շատ դժվար էր իրականում սիրելի հեռուստադիտողներ որոշել, թե վերջում մեզնից ով պիտի գնա համտեսելու այս վստահաբար շատ համեղ ուտեստը, եւ մենք որոշեցինք փոքրիկ խաղի միջոցով, երբ ամեն ինչ պատրաստ լինի, Անուշը մեզ կհուշի, որ ամեն ինչ պատրաստ է, ես ու Մանեն էլ այսպես խաղի միջոցով կպարզենք։ Ես փորձեցի իհարկե զիջել իմ տեղը։ Ես փորձեցի զիջել իմ տեղը Մանեին, բայց նա ասաց, որ ամեն ինչ պետք է այսպես արդար լինի, խաղ կա։ Եվ հավասար, քանի որ քիչ առաջ խոսում էինք, որ այսօր ֆեմինիզմի շարունակելով օրվա խորհուրդը եւ սկզբունքը։ Մենք պահպանում ենք հավասարությունը։ Այո, այնպես որ տեսնենք, թե ով կհաղթի եւ ով կհամտեսի առաջինը այս ուտեստը։ Մինչ այդ մենք բրոկոլին երևի թե արդեն Այո, արդեն տեղավորենք։ տապակել է, նախքան տապակելը ուզում եմ 1 վայրկյան ցույց տալ ձեզ սոուսի խտությունը։ Ահա, այսպես խտություն պետք է ստանանք, շատ խիտ պետք չի։ Հիմա դրանից հետո արդեն ավելացնելու են կապույտ բորբոսա պայել։ Դուք կարող եք կտրատել, անշուշտ հեսա փոխանցեմ ձեզ մեր կացան, այսպես։ Միանգամից կարող եք ավելացնել մեջը եւ խառնել։ Մինչ այդ ես կտապակեմ, որ խնդրեմ ցիթայով կտակ։ Ամբողջը պետք է խառնենք, ուղղակի այսպես փոքր կտրեմ։ Այո, մանր կտրատեք եւ գդալով սկսեք խառնելը։ Սոուսը պատրաստելուց հետո տաք վիճակում նոր խառնում ենք ռոկֆորը։ Չենք թողնում, որպեսզի եփվի։ Շատ չեփի, ուղղակի հալվի եւ մի քիչ իր աղը պահպանվի մեջը։ Հետաքրքիր է փորձելու ընթացքում կնկատեք, ինչքան հետաքրքիր որ աղը կապույտ բանի մնում է ու բրոկոլիից սկսում է խրխրթալ։ Այսպես։ Նաև նշեմ բրոկոլի իհարկե հայերեն ենք ասում բրոկոլի, բայց իրականում կոչվում է գանգրա ծնեբեկա կաղամբ, այսպես։ Գանգրավոր ծնեբեք։ Գանգրավոր ծնեբեք, այո։ Ինքը կաղամբը։ Ճիշտ ասած ես չէի լսել։ Հորինված անվանումներից չէ, ճիշտ անվանում է, վստահ եք։ Հա, Ահա։ գանգրավոր ծնեբեք։ Լավ։ Մենք գիտենք գանգրակաղամ, դա քելն է, Այո։ բայց գանգրավոր ծնեբեք ճիշտ ասած բրոկոլիի տարբերակում ընդհանրապես չէի լսել։ Շատ բարդ, հա, բարդ անուն է, եւ համ ծնեբեկը եւ գանգուրը խառնել են եւ ստացել են գանգրավոր ծնեբեք։ Կարևորը որ բրոկոլին շատ վիտամիններ է պարունակում։ Վիտամին ուզում եմ A, C, K, այո։ Եվ հաճախ ընդունված է, որ բրոկոլին մինչև տապակելը մի քանի րոպե կամ դնում են եռմանջրի մեջ կամ եռացնում են 1-2 րոպե, ինչու միանգամից մենք որոշեցինք տապակել։ Հա, բացատրեմ, հիմա դա անում ենք այն դեպքում, երբ որ պետք է քիչ մշակենք բրոկոլին, բայց այս դեպքում մենք արդեն սոտե ենք անում, ոչ թե տապակում ենք, այլ սոտե հապավումը լինում է թե քիչ ձիթայուղի մեջ, քիչ տապակված բանջարեղեն։ Այս նույն process-ը, ինչը մենք պետք է անենք ջրի մեջ։ Այսինքն, երբ որ 30 վայրկյանում ուղղակի ընկղմում ենք եռացող ջրի մեջ, դա նույն էֆեկտն է տապակված սոտե վիճակն է։ Մեր բրոկոլին լինելու է հում, ուղղակի շատ բարձր ջերմաստիճանի տակ 1-2 վայրկյան մշակում ենք եւ վերցնում ենք, վերջ։ Մեր բրոկոլին պատրաստ է։ Ես ավելացրել եմ սոյան, անգամից տաք թավայի մեջ։ Ավելացրել ենք սոյան եւ արդեն դուք ոնց կարծես թե ուզում եք Մենք փորձում էինք հասկանալ ով կարող է այդպես անել թավան։ Իրականում միայն պրոֆեսիոնալ խոհարարները։ Այո, ավելի այսպես անջատել։ Ես եթերից հետո կփորձեմ, Սարգիս կփորձես սովորեցնել ինձ, որովհետև միշտ ուզել եմ տպավորություն թողնել նաև հյուրերի վրա այդ ամենը անելով խոհանոցում, բայց երբեք չի ստացվում։ Իմ առաջին եւ ամենաբարդ փորձը այն էր, երբ փորձեցի դա անել ու քանի որ կա ձիթայուղ թավայի մեջ, կրակը հայտնվեց թավայի մեջ։ Այսպես, նայեք, Շատ հետաքրքիր տեսարան է եղել վստահ եմ։ Ահա Ուզում ես իմը լսել իմ առաջին փորձը։ Իմ թավան, գիտես թավայի տեսակներ կան, չէ՞ որ բռնակը առանձնանում է։ Այո, առանձնացավ։ Իհարկե։ Արդեն պատրաստ է թանձրուկը։ մեր թանձրուկը արդեն պատրաստ է, կարող եք մի վայրկյան նայեք մեր բրոկոլիին, թե ինչ տեսք ունի, ինքը տապակված չէ, գույները չի կորցրել, թեթև մի քիչ իր գույնը խամում է, զուտ սոյայի արդեն հաշվին։ Բայց ես պատկերացնում եմ այդ սոյան որքան Իսկ հիմա նայեք մեր սոուսը, այո, նայեք մեր կամբոցոլա սոուսը, իրականում պանիրը հենց այսպես է, իր տեսքը, ինքը քիչ կապույտ եւ սպիտակ պանիր է։
Հիմա սկսելու ենք մեր մատուցումը։ Ես մի հատ։ Առաջինը Մատուցման ափսեի մեջ սկսում ենք դասավորել արդեն աղցան։ Նախ ուտեստը։ սոուսը լցնելու ենք հենց ափսեի տակը։ Նայեք ինչքան հետաքրքիր պանրի գնդիկները բոլոր պահպանվել են, չնայած ջերմամշակմանը։ Այսպես։ Ես հասկացա, եւ բրոկոլին հիմա պետք է դնենք բրոկոլիները գեղեցիկ դասավորելու ենք։ Այսպես։ Չորլիկը արդեն ունենք, մաղադանոսի ձեթը մեր պատրաստել ենք։ Ահա, սա վերցնենք։ Իսկ հիմա գեղեցիկ պոչերը դեպի վերև, այո։ Հենց պոչերի միջոցով էլ ուտելու ենք։ Այսինքն երբ հիմնականում թանձրուկները հացով, ինչ որ փոքրիկ չորահացիկներով են համտեսում, այս դեպքում պետք է հենց բրոկոլիով վերցնել համտեսել։ Այո, այո։ Շատ հետաքրքիր աղի եւ սերուցքային ու բրոկոլի համեր են միքսված։ Բույրը ֆանտաստիկ է, այստեղից արդեն զգացվում է։ Այսպես։ Եվ ես վերցնեմ։ Օգտագործում ենք չորալոլիկը։ Եվ հունական ընկույզն է պետք ավելացնել ու մենք ավելի սրել ենք համերը դեպի իտալականի եւ ֆրանսիականի մեջ։ Այսպես։ Հունական ընկույզը մեր մի քիչ էլ ես մի քիչ էլ sense հայկական տարբերակն եմ անում ու սկսում եմ նուրել ավելացնել ավելի հետաքրքիր համեր է տալի մեր հայկականից լավը եւ համեղը չկա իրականում եւ ավելացնում ենք ամենավերջում մաղադանոսի ձեթը որը եւ բույրը կտա եւ կանաչ գույնն է ու ամբողջական համերը լրացնում է այսպես ամենավերջում էլ կավելացնենք իմ սլոգանը ասում ենք միկրոկանանչիները, ահա, այսպես մեր կամոցոլան պատրաստ է։ Դե տեսնենք որ մեկը տեք գալիս համտեսելու։ Մոտենում է ամենաբարդ պահը։ Ու մենք վստահելու, այո։ Շատ լարված պահ, հենց Մենք որոշել ենք խաղալ թուղթ քար մգրատ եւ տեսնենք թե ով կհաղթի։ Արի որպեսզի չչարաշահենք մեր հեռուստադիտողների։ Միանգամից թե հաշվով։ Այո, մեկից։ Ով հաղթեց մի անգամից այդ վայելքը տրվում է հենց նրան։ Ահա։ Գնացինք։ Հավասարության սկզբունքը պահպանելով։ Ես ուրախ եմ քո հաղթանակի համար։ Շտապում եմ լքել քեզ, սիրելի մանե։ Մաղթում եմ բարի ընթացք եւ հիանալի վայել։ Ես այստեղից հիմա կողջունեմ քեզ եւ կասեմ, ահա իրականում ինչ համ ունի։ Իրոք այդտեղից տեսարանների վայրի կերպ է բացվում։ Ուտեստը։ Դե հիմա պետք է վերցնես բրոկոլին ու հենց այդպես համտեսես։ Այսպես պատարակախիտ է։ Հիմա ես պետք է այստեղ Ես փորձել ամենափոքրիկը, որ ամենահարմարը կլինի։ Իրականում այնպես է նախատեսում ձեռքերով հենց համտեսել։ Գետերում ես փորձեցի այսպես ավելի ճիշտ ավելի եթերային, բայց չստացվեց։ Մեր ուտեստի տրադիցիոնալ վիճակը չպետք է կոտրեք, այո։ Ուշադրություն դարձրեք Դավիթի աչքերին, խնդրում եմ։ Ու լսենք բրոկոլի խրխրթոցը էլի ինչքան հա հավես կարծր է մնացել ներսում, այո, շնորհակալություն Սարգիս, դուք գնացեք։ Ես գտակ տանանից է, տանանից է։ Շատ շնորհակալ եմ Սարգիս, շնորհակալ եմ։ Ներողություն, ես բանանեի, ոտ մանել եմ փորձել։ Մեզ մնում է ասել անուշ լինի։ Շնորհակալ ենք անչափ ձեր առաջարկած գալիս եմ քեզ մոտ։ Այ գործընկերը եւ ընկերը այսպեսին կլինի։ Սա ֆանտաստիկ է, սիրելի հեռուստադիտողներ, բաղադրատոմսը իրականում շատ པարզ է, ինչպես տեսակ, բայց համը չեմ կարող փոխանցել ուղղակի։ Շատ լավ։ Լսենք երաժշտություն, սիրելի հեռուստադիտողներ, իսկ որ մեկին ուտեմ։ Այս մեկը։ Այս մեկին։